Ողջույն։ Ողջույն։ Հուլիսի 1-ն է։ Այո, այսօր մեր Նելիի ծնունդն է։ Yeah. Նելիչկայի, այո։ Ինքը երևի հիմա Ամերիկայում է, բայց կարող է լսի։ Շնորհավոր Նել ջան։ Էլի ստեղ չի։ Да, այո։ Մեր путешественницան։ Շնորհավոր ամենալավն ենք քեզ ցանկանում, հա։ Դե առողջություն, հաջողություն, սեր, երջանկություն։ Միացա։ Դե մեր Ալիսան էլ է տենց տեղում չի, ոնց էր տատիս ասում, սթրվում։ Երկուսն էլ տենց։ Իմ տատին էլ այդ խոսքը ուներ, բայց ես չէի սիրում այդ խոսքը։ Բայց են փթած սովետում ապրում էինք, ոչ մի տեղ չէին, լավ էլ անում են երեխեքը, տղետ էլ պակաս չի, բոլորն էլ գուլետանում, աղբուրս ընստեղ չեր տաղում, այդ ես ինչ ընդիրտելը։ Ահա, Գյուրջան փողոց, հենց նոր փոշակս եկավ, SMS ստացա 83,000 գնամ 2 բլոկ սիգարետ առնեմ, չէ, էլ եպ այսքան փող կլնի։ Մեր ընկերը ասեց այդքան շոկ չի, ով է, վարդերը լկան, քիչ արդեն, 2 բլոկ սրանից էլ երեխեք, ինչև դուրսը 2 բլոկ? Հա բերել դե պետք է բերեք, ես գիտեմ որ չունեք, կարակ բերեք Վերացել է գիտես չէ? Ես դուրսը ծախեմ գամ մինչև բերեք տնանք Ծիրանը ինչ է Ծիրանի հարցը լուծվեց նորմալ Ծիրանը ես ինչ խնամ խակ Ծիրանը թուտնել է եկե լավ գնացի այս ձմերը կել կա Սերևի իմպորտնի է, թե չէ, не знаю. Դոլարը 365, 368, բայց եվրոն 445, 465, չհասկացա, այդ եվրոն է, չէ, ռուսական, եվրոն 418, 422, ես է զարմացա, շուկա էլ պետք է մտնենք անհետ, մտնենք տանենք տուն, նոր դուրս գանք առնենք։ Դե նայի չուշանանք։ Շուկա էլ արդեն, դե 4:30 է։ Հա, չէ, լավ է։ Երկու ժամ ունենք, 6:30։ Հա, նորմալ է, լավ։ Կմտնես շուկա։ Գործդ կպավ, Անահիտ ջան։ Ստեղ էլ է պետք մտնել։ Ստեղ էլ կմտնես։ Հա, ստեղ փոշի ու կեղտա չկանգնեցինք։ Շարժվեցինք դեպի շուկա։ Բայց խանութը։ Բասիր փոշի է։ Դե ես բանկամատ էի նկատի ունել փոշի, իսկ ես կողմը այստեղ հովին կանգնի էլի։ Ինչ դժվար բաներ ես ուզում այ Անահիտ։ Ստե կանգնես լավ կլինի, ես այն խանութն էլ եմ ուզում գնամ այն մաքուր տունը ինչը։ Ստե չեմ կարող Անահիտ կանգնեմ։ Ինչի՞ է ստեղ են այդտեղ։ Որտեվ Grand Candy-ի ապրանքներ են բերում ստեղ։ Ահա։ Ստեղ հələ կա, բայց լավ է, շոքին կանգնեմ, ոտով կգնաս մի քիչ։ Հա, իհարկե, շոքին ես կարամ ոտով գնամ, բայց դու չես կարող։ Հով մայթով կգնաս, այնտեղ պավարոտ կտաս։ Որտեղ է հով մայթը։ Ուզում ես հետդ գամ։
Արի ցույց տուր հովմայթը։ Կգամ։ Ահա։ Արևն էլ մտավ, չգիտեմ ուր։ Վայ ոնց եմ կարոտ է մեր շուկան։ Դե պետք է քաշտամ, ինչ անեմ։ Գնամ, չէ՞։ Օ, ես ինչքան ծիրան կա։ Լավ քաղցր ծիրան։ Հա, լավն է տեսքը։ Ընդ է շեֆը, ես Արնովը չեմ։ Արնովը ընդեղ է, բայց ինչքան ծիրան կա իմ արդ։ Դե լավ։ Էդ ինչքան բան առարան այդ, բա ասում էիր։ Ինչ է ասում։ Ասում էիր մերանք ծիրան եմ առնում։ Սաղ շուկանը հավաքեցիր։ Էդ ինչ շունկեր տենց մեծ։ Հա, կոչվում է belly grip։ Belly grip։ Belly grip։ Belly grip-ը совсем Belly grip-ը չի դիտակի։ Ինչի, բայց սա որ սպիտակ է, սարիսին կա։ Անունը դրել են belly grip։ Որ թունավորվենք անդ։ Արմեն, ես Արցախի գտալ եմ հետը եքում։ Հա։ 15-20 մետր։ Այս ձմերուկը արդեն տեղական է։ Այս տեղական չի, չէ՞ ձմերուկը։ Չէ։ Տեղական չի, չէ՞ ձմերուկը։ Ինչպես։ Տեղական չի, չէ։ Չէ, տեղական չի։ Չէ, հա, ես է զարմացա, շուտ է էլի, չէ։ Դա իհարկե։ Պարսկական է, հա։ Հա։ Հա, համեղ է։ Տիրը։ Հա, այսօր այդքան բան առար անա այդ որ։ Ես արի ինչ։ Վաղը գալու են երեխեք։ Ով ճանապարհով բերեցի քեզ։ Հա, այս մեկը որ հատկապես ով է։ Արևը գնացել էր, ինչ անեմ եք ավելի։ Ոնց կայֆ է ասիջանի վրա։ Երեխեքը սիրում են։ Դժվարություններ հաղթահարել։ Բարձանանիչն են, թռն են, ինչ է։ Ամեն ինչ այդպես իրենց դուր է գալիս։ Վարժվեն, որ խանութն ես է գնում։ Ես նոր տունը ոնց է կոչվում, չէ, մաքուր տուն։ Բա այն մեկը մտար չկար այդ սախ։ Չկար։ Հենց էտա որ չկար։ Հենց էտա, հա։ Լեո շուզ։ Հեյ գիդի գալիս էինք ստե արտասամանի համար նկարվում էինք։ Անցան տարվանը տարանք։ Լավ մեջև դու մտնես, ես գնամ են Volvo-ն տենամ ինչ են անում գամ։ Էսա մաքուր տուն։ Ստեղից անայդ։ Девушка, мама. Ինձ թվում պատա։ Երկու հատ փուչիկ են դրես շշկրվել ես։ Բաչկոններ։ Բոմպեր։ Բոմպեր ինչ կարա լինի։ Բոմպ։ 50-ից 70% զեղչ է։ Այդ լավ է, բայց բոմպեր ինչ է նշանակում։ Բոմբերը էլի բան է։ Դեռ որ վերը գցես։ Սարուշկի պես բան է։ Հա։ Կոչվում է բոմպեր։ Բոմբեր է կոչվում։ Դե, հետաքրքիր է։ Բոմպեր։ Այդ ինչ են հնարը։ Մոտ չկա, խնդրում ենք փողոց, հա, ես գիտենք։ Նայել եմ, բայց չեմ հիշում, էլի Volvo-յա մնում, ժողովուրդ, դուք հիշում եք, դուք հիշելուց կլնեք,
ավտոկայանատեղի եւ գրասենյակ ցուցասրահ։ Այսինչ բարդ բաներ ա գրած։ Մի բան հասկացաք։ Շինարարության թույլտվություն է թե չէ, մեզ հետաքրքիր չի։ Դե լավ գնանք։ Դե պարշի որ սենց գրածը չէի հիշի, ինչ էր մտամ գրած որ ավտոկայանատեղի։ Դենա են էլ հա երևի ավտոկայանատեղի համարվում։ Նայել Մերսեդեսին նայել է։ Լավ։ Հասա համբերի կբացեն էլի։ Պաժարա, չէ։ Ստեից էլ մտնում ես էլ City, էլ Մեգամոլ, էլ Vega։ Լավ, իմ ֆունկցիան ավարտվեց։ Մաքուր տունը հեչ հետաքրքիր չի ինձ համար։ Առանձնապես բաներ չունեմ առնելու։ Չէ, առանձնապես չէ, առավել ևս։ Յա։ Նախկին Կիրով, այժմյա Կորյուն։ Նավբանջանն էլ կտրենք։ Են կողմը Ճոպանովին էր նախկին, այս կողմը։ Լավ, սա գիտեք արդեն, չէ։ Սա Չարենցն է։ Այո, հիմա Չարենց փողոցի վրա ենք։ Ուրեմն գնում ենք, ոնց էր այդ կաֆեն կոչվում։ Ամադու։ Ամադու ենք գնում։ Կամ դու կամ դո, ամադո կամ ամադու։ Այդ չեմ հիշում լավ։ Ճիշտ է։ Գնում ենք Արամին եւ Նարային հանդիպենք Մարսելից։ Մարսելից, հա։ Մարսելը հայտնի էր, չէ՞, մի վաղ հիմա չգիտեմ։ Գողական քաղաք էր նենց։ Հա։ Դե մեծ պորտ էր։ Ես գիտեմ գրաֆ Մոնտե Կրիստոն կապված էր ինչ Մարսել քաղաքի։ Հա։ Այդտեղ չէին ապրում, Մարսելում էին ոնց էր Չեմ դեռ։ հիշում։ Սիրած աղջկանունը Մերսեդես էր։ Մերսեդես էր, այո։ Ես ինչ հա թեկվում եմ։ Դեպի Ձերժինսկի դպրոց։ Չարենց։ Հետո այնտեղ հրապարակ կա, հիշում ես ոնց է կոչվում։ Չէ։ Բայց ինչ-որ արգենտինական ռուսի, չէ։ Դե հենա տոշնի ասեցիր այդ ինչ։ Բայց անունը չեմ հիշում։ Արգենտինայի հրապարակ։ Բայց այնտեղ այն արձանը որ դրած է այդ Այդ մարդը։ ես չեմ հիշում։ Ինչ որ հերոս է արգենտինական։ Կարող է Բոլիվար էր անայդ։ Չէ, Բոլիվար եսը կհիշեի։ Սա ինչը բարդ անուն էր։ Բայց չի երևում Արմեն ստեղից։ Դե հələ փորձի կարող է Չկա ոչինչ գրած։ Հա, այն փոքր այնտեղ ցուցանակը չի երևում։ Չիմացանք տենց էլ։ Չէ, հրապարակը Արգենտինայի է կոչվում, իր անունով չի։ Սայատնովա։ Վաղ հենց ուղարկեցինք հաղորդագրություն, դե WhatsApp-ով կապ հաստատեցինք իրար հետ էլ, ինքը գրել էր, ես էլ պատասխանեցի, խորհուրդ էր տվել մի հատ ֆիլմ, Խիժինը, նայենք, երեկոյան նայեցինք, ես շատ հավանեցի, Անահիտը գտա, որ շատ ծանր է։ Այո, ես այդն ծանր ֆիլմեր Ունենց ծանրել պարկեցի քնելու, մտածելով հիմա էլ երազումս տեսնեմ ինչ վատ բաներ, բայց լավա չտեսա Արմեն։ Լրիվ ուրիշ ինչ երազներ էր։ Դե լավ տես ծանր չէր, ոնց որ քեզ թվում է։ Չէ, ծանր էր։ Արի ես ստեղ կանգնեմ, արդեն մոտիկա, սասի մոտ ենք, չէ, պայմանավորվել։ Զիլա ես ինչ առատ ջրում են, չէ։ Հա։ Ֆրանսերեն ասած գյուղ։ Թուրքերեն գյուր։ Թուրքերեն չի կարելի ասել։ Ֆրանսերեն գիտենք, ինչի թուրքերեն խոսանք անայդ։ Գյուղ։ Այ
Սասը ուր է։ Էսը։ Food court-ի մոտ ենք պայմանավորվել, իմանալով, որ մենք այս մայթում ենք կանգնելու, Արամենს խնդրեցինք ընդեղ գան։ Իդեպ իրանք տեղը հաստատ չգիտեին այդ բանի, Ամադո թե Ամադու, ինչ լավ աստեղ անայիտ։ Ասում են բանը, իրանք Մոսկովյանի վրայի խնկալանուց չէ։ Ճիշտ է, Արամը ասես։ Երան ու Հարամը շատ հավանել է։ Ասես տենց համով լամաջու չէի կերը։ Տենանք ստեղինին ինչ կասի։ Ճիշտ ասած ինձ տեղին ավելի դուր գալի, կամ թե ստեղիկ միսը ինչ-որ մի քիչ են չի ինձ դուր։ Ստեղ մի հատ կողմնորոշվենք, քեզ ընդեղ ավելի դուր գալի, թե ստեղ։ Ոչ իմ որտեղ քիչ է միսը, այդտեղ է դուր գալի։ Որտեղ է քիչ ընդեղ։ Նայած էլի, Մոսկովյանի վրա։ Լավ լինում, մեկ շատ է լինում, արդեն չեմ կարող ուտել։ Էս ինչ է գրած, կարմրախայտ։ Սենց ոտերով կարմրախայտ է, այն կողմերը մի տեղ անայդ։ Երևի ընդեղ է, էլի։ Սե տակը մանր բան է գրած։ Ինչ մի բան չկա։ Խաղա հրապարակի անունն է կարմրախայտ։ Մենք էլ ամեն ինչ աշկներից։ Մանկական խաղա հրապարակը որ բացած։ Բայց նա շատ վերև է։ Ոնց է վերև հեն Արմեն, այն են երեխեքը երևում են։ Անայ ջան, այս Ուկրաինայի ժողովրդի նվերն է մեզ։ Նրա հետ կապ չեն։ Նվերը դեպի ձախ է, իսկ սա Այս է, հենց ստեղից սկսում է Ուկրաինայի ժողովի նվերը։ ուղիղ, այսինքն նայ ուղիղ։ Իրապես սլակով սենց նայենք։ Լավ, դե ինքոմ ենք գնալու, կխնդրենք մերոնց սենց կգնանք, որ մի հատ կարմրախայտը կարգին պարզենք։ Գուցե նկարին գնանք, թե չէ։ Այդքան գնանք, հետո հետ գանք։ Բայց չենք անելու կես ժամ, Ինչի կես ժամ։ Կես ժամ, հա։ Անայ ջան, անց 16 է։ Հա։ Հա։ 14 րոպե։ Լավ, սենց մի քիչ իջնենք։ Ուզում ես ստեղ նստենք։ Հաճելի արևոտ տեղեր են։ Չէ, դու նստի։ Դու նստի, ես չեմ կարա նստեմ։ Չեմ ուզում, երեք սաղորը նստած էի։ Երեք իդեպ, որ չենք նկարել։ Լավ է։ Քարա։ Չէ, մի քիչ մանգամ։ Երեք չեմ մանեք, ես սաղորը նստած էի, մերդ, այդ ինչ բան էր։ Ինչ լավ է, everyday-ը կա։ Օրերը սա շփոթել էի, խառնել էի իրար։ Առավոտը համոզված էի, որ երեխեքը գալու են այսօր։ Էլի, Արամը զանգ տվեց, ասեց այսօր հանդիպենք, ասի չէ, Արամ ջան, երեխեքը գալու են։ Մի խոսքով լրիվ everyday-ով եմ ապրում։ Everyday օրացույցով։ Չգիտեմ ով ոնց, բայց ես նենց շնորհակալ եմ մեր Ուկրաինայի հայ համայնքին, որս հոյակապ նվերը արեցին Երևանին։ Շատ գեղեցիկ ու լավ համալիրը։ Ոնց է կոչվում, Երևան Sky Park, չէ՞ ոնց որ թե։ Սա միտեղ գրած պետք է լինի։ Այս ինչ վիշկա է, ասենց բան չկար։ Տենաս էդ ինչ են տնգել։ Գնանք մի հատ պարզենք։ Անենց սերով արած էլի, հասկանում եք։ Բայց այս վիշկեն ինչ-որ անհայտ է։ Նույնիսկ այս տժժան արևին երեխեք կան, որ գնում գալիս են։ Դեստեղ երեկոյան լավ իհարկե։ Չէ, ես մտածեցի վիշկայի մասին, բայց ստեղ ասում են ուշադիր եղեք ուղղակի ձեր իրերի վերաբերյալ։ Մենք տեր չենք։
Խաղահրապարակ, ամֆիթատրոն, դիտահարթակ, այգի, հասարակական սրահ։ Սաղ իմացանք։ 5-րդը այս հասարակական սրահը։ Այն մեկն է։ Ես էլ երեխեքը, որոնց համար արևը հետ վախենալու չի։ Ես այդ նստատեղերն են դիտողների համար, դեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, մի րոպե, բայց ես դիտա ամֆիթատրոն, հա տենց է կոչվում, դիտահարթակ, հա ես է դիտահարթակ, այ մարդ ես է, ստեղից է պետք դիտել, սխալ տեղից էի նայում, են մոռացեք, հիմա ճիշտ տեղից կնայենք, ահա, դիտահարթակ, ես վիշկեն չպարզեցի ինչը, հա, պաստորեն, լավ, այստեղ եկին կհարցնեմ, բայց դժվար իմանամ, ինչ կլինի, ոնց եք կարծում, ինձ թվում է ինչ-որ լույսերով բան է գրվում ընդեղ, երևի, դեն վերևն էլ լույսեր են, էլի, հա, տենց մի բան է, լավ, էլ կարիք էլ չկա հարցնելու, են էլ էտ սասի շենքը, հա, որտեղ պետք է հանդիպենք, լավ, ես հետ գնամ, հա, հենա, մի հատ էլ ընդեղ կա նման բան, մի քիչ հլը նոր է երևի, ես մեկը նայեք, այս մեջտեղն է անդեղ մենակ, հետո երևի կդնեն ինչ-որ բաներ, պաստորեն հետևում են, փոխում են ինչ-որ, հա, Ուկրաինայից մեր հայրենակիցները, հիշում եք, ստեղ են կողմը Շևչենկոյի արձաններ, են կողմն էլ թաղապետարանը, քաղաքապետարանը, թասիբի ինգավ, լավ սարքեցին, հա էլի, թասիբի ինգնելու բաներ էլի, բաղամոտ չի, Ուկրաինայի ժողովորդը սնց լավ սարքեց, հա ենդեղ է Շևչենկոյի արձանը, ընդեղ էլ Անահիտն է, հա ուր է Անահիտը, չէ, Անահիտը չի նստած, ես ուրիշ տեղ եկա ժողովուրդ, այ քեզ բան, լումի ռոպե անջատեմ զանգ տամ, կնոջս կորցրեցի, չէ, հաստատ Անահիտը չի, բայց ինչ պանիկյոր եմ, այ մարդ հեսա կինը, քեզ կորցրեցիր գլուխդ, պապիկի վրա չհաչաս, հելը, տենանք չի հաչա իսկապես, լավ էլ լսես ձեզ, բայց պապիկին վապշե բանի տեղ չդրեց, Անահիտ ջան, ինֆարկտից պրծա, այ մարդ, ինձ թված, ընդեղ էիր նստած, տենամ ընդեղ ուրիշ զույք է նստած։ Բայց ինչ ինֆարկտ։ Ոնց։ Կնոջս կորցրեցի, դրանից վախենալու բան կարա ելնի։ Հա, այդ ասեցի, ասի անջատեմ զանգ տամ։ Դե գնանք, մի րոպե ժամը նայեմ։ Հա, անց 25 է։ Դե մինչև հասնենք 5 րոպե կանցնի։ Անայդ էլ ծույլություն մի արա վեկած, չեմ գալի վեկած։ Ինձ լավ հով աստեղ։ Հա, ես էլ կանգնած եմ հովին, էլի ինչ եղավ որ։ Ես սառը փարան ես ուրեկանը։ Սառը կար։ Ես աշկից ջրացել, հա։ Չի ջրաց։ Չէ, հա, գիտես էս ինչա։ Ես կողմից որ նայես կհասկանաս խի այդ հարցը տվեցի։ Նյութ ենք սե որ։ Լավ գնանք։ Պաշտպանիչ էլի։
Լավ, Անահիտը պաշտպանիչ քարի նյութերից ինչ է հասկանում, այսքան խոսում եմ։ Գնացինք։ Որ երկուսով լինեինք։ Հա։ Ես ֆուդկորտը կրեի։ Դե լավ ինչ ֆուդկորտ Անահիտ մանկական տեղը։ Բոլորովին։ Այդտեղ կարելի է քիչ ուտել ու Անահիտ ջան, քիչ ուտել ամենտեղ կարելի է։ Ամենտեղ։ Մի հատ լամաջուվ եկալ ու Ես հատը ավելի լավ է։ Կստացվի ֆուդկորտ։ Ստեղ հիմա պտի որ նստատեղերը լինեն հովի մեջ։ Այնա, երիտասարդը նստած է։ Ընդեղ։ Չէ, հեսա Անահիտ։ Կողքներս է։ Արի ստեղ նստենք։ Հետո Արամի քաղաքային համարը ունենք Երևանյան, կարամ մի հատ զանգեմ։ Էս ինչ փողոց է, դե ասա։ Էլի մոռացա։ Դե ես եմ հազիվ հիշում դու, որ դե ինչ չմոռանաս։ Չէ, ինչ տպագրիչները, այ Անահիտ խայտարակեցիր։ Ինձ էլ հետդ։ Քաջազնունի։ Գոնե Կուզնիցով ասեիր, մի վաղտ Կուզնիցով էր, չէ։ Ես Կուզնիցովը չհիշեցի դրամատուրգ։ Չգիտեք դուք։ Էս մի վաղտ Կուզնիցով էր։ Նախնի Կուզնեցովն է։ Ահա, այ իմացող մարդ, դուք շատ երկար մտածեցիք։ Ստեղ ապրող է։ Ստեղ օրեխորը ստեղան է ապրում։ Այդ տայիկը որ տեսան Ժաննային, որ պտի վիդեոյի ոնց են ասում։ Պարսկահայերը վիդեոյին քաշեր տայիկը, միջնակ աղջիկն է։ Դե լավ սպասենք, ես ինչ երաժշտություններ կարող է միշտ կար։ Հա, երիտասարդը չգիտեր Կուզնիցովին, դե այդ վաղտ ես մերոնց էլ հիշացնեմ, երիտասարդներ կան նայող։ Ինքը ասեց պարտական գործի չէ։ Ռազվետչիկ էր, կինո կար այ մարդ, Պոձվիգ ռազվետչիկը։ Ոտքով են, թե մեքենայով են։ Մեքենայով են, ասեցին պրոբկի մեջ ընգանք, 2 րոպեից կլնենք։ Անց 31-ը։ Այս սաղ իրար ճանաչում են, այ մարդ։ Ես տղեկին եմ ցույց տալի, դու էլ ձեռի հետ ընկել ես կադրի մեջ։ Ես գնամ մի հատ մերսը ֆռամ գամ։ Էս ինչ շուխուրը գործարանում։ Իսկ չգիտեմ իմ ձենը կլսվի։ Անահիտն էլ ասում էր ստեղ նստեինք, ես նստելու տեղ է այ մարդ։ Ես ուտելու տեղ է, նստելու տեղ չի։ Հետաքրքիր է, որ երաժշտությունը չի լսվում նույնիսկ այնայդ շուխուռա։ Զատո ասեմ Անահիտը չիմանա։ Անես լավ հով է, էդ որ հաստատ։ Չէ։ Հենց ֆրֆռում եմ։ Շատ հով է։ Չէ, ուսանք են լամաջո ուտելուց էլ հով կրնի։ Ես ես ասեմ, ինչքան սաս խանութը
Այս թանկ գներով էլի տարա։ Այս food court-ը չէ։ Սա նենց դեմոկրատական գներ են։ Հենց որ այդ սաս խոսքից չվախենակ։ Food court հանգիստ կարելի է գալ։ Հələ ինչ կլաս կանգնել եմ, թե չէ, ես մերոնք չեմ, ես էլ ասի իրանք եմ։ Հուզիչ հանդիպում ուշ միացրեցի։ Կներեք, որ սպասեցրեցիք։ Պրոբլեմ չկա։ Բաներն այլ ես պրոբկեքը։ Կարող է անծանոթ ենք Երևանին, գնացինք։ Գնում ենք, գիտես ուր։ Ուր։ Այն լամաջուի տեղը։ Այո, գիտեմ։ Իմիջայլոց։ Այդ ում որ է լամաջանոցը։ Ահա։ Նայնեի մորակրոջ աղջկա ընկերուհին, որին ինք ուզում է նաև տեսնի։ Մի րոպե լամաջանոցում, թե բանը, նոստալջին։ Մի հատ էլ նոստալջիկա։ Նայեք։ Այն օրը մենք եկանք այդտեղ գնացինք այն բադիկներ կա, բադիկ։ Անդել է լավ Բադիկը այնտեղը չէր։ Էն չէր, գնացինք։ Արի Արամ ջան, տանենք քեզ լամայով։ Միջալոց 3-4 Չոլում չենք քթել, 3-4 օր Արշակին գիտես, խնամից։ Արշակին, տեսել են ոնց։ Ասեցի Որտեղ եմ տեսել։ Ասեց գինու փառատոնին տեսանք Արվեին ահա, հիշեցի, հա։ Ասեցի Արշակ։ Մի րոպե, մինչև այդ Սայաթնովայի վրա հանդիպեցինք։ Հա, ասեցի Արշակ, լավ լահմաջուի մի հատ տեղ կա։ Արմենը մի օր ուտում էր այդտեղ, այդ падվալը։ Ասեց գիտեմ, արի, ես էլ եմ գտել։ Գնացինք։ Հա, ես արդեն պատմեցի, որ ասեմ, այդտեղ լուքս լահմաջու։ Գիտես որ ինչ հաճելի է։ Հիշեցի մեր եւ իրան ասեցի, գիտեք ասեցի Կոմիտասի վրի լամաջուն հիշեցիր։ Դագեսի լամաջը։ Իրան ասեցի, գիտեք, չէ Արմենն է։ Մեզ տեղը ցույց տվել։ Հա, այդ լավ է որ ասեցիր, ինչ տոկոսներ է տալու։ Հա, համել այդ էլ պատվերել է անում, ասեց պատվերել կանեմ։ Դեմա որտե մոտիկ եք, Մոսկովյանի վրա ենք։ Բայց պատվիրել եք հեչ եղել է։ Հա, բերում է։ Յա, Որտե մոտիկա բերում է։ սպասի։ Արամ, իսկ այդ պատվերը որ բերում է, նույն ձևի համով է, թե որ սարում է արդեն, հա։ Իսկ մեր նայ, հիմա մերը Մոսկովյանի ծայրն ենք մենք մնում։ որտեղ։ Սկիզբը հենց։ Արի մանգալով խոսանք։ Արցանը կա բանի։ Բրուսովի։ Հա, հասկացա։ Հենց դիմացի պատեզն է։ Այդ Մոսկովյանի վրա եք, թե Թումանյան, հենց անկյունում։ Մոսկովյան, անկյունում։ Այդտեղ Սարյանը պրծնում է, դառնում է Մոսկովյան։ Ճիշտ է։ Ընդերից էլ ընդեղ ինքը թափով գալիս են։ Ինչով են գալի, իրանք տրանսպորտ ունեն։ Ես տունը չեմ եղել, նարաներ տան է եղել, բանալի բերեցի։ Լավ ես։ Հետո սենց, բայց տունը ոնց գտակ Արամ։ Սա անգերոջս տունն է։ Հա, ինքը ստեղ չի, հա։ Ամերիկա է։ Դե ես գիտեմ դու ունես շրջան ունես ընկերների էլ դու սուս։ Արամ, ստեղ մի հատ կներես, ստեղ մի հատ բան ա գրած, հլը նայի։ Կարիմա։ Կարթա ինչ ա գրած։ Կարիմրա։ Լավ էլի։ Կարմիրա։ Այ մարդ, ես է գիտեմ, ես եմ միշտ սենց անկապ կարթում։ Մի հատ ուշադիր նայի Արամ, ես ինչեր ես ասում։ Կ-ա-ռ-մ, կարմրա։ Ահա, հետո։ Հետո չգիտեմ ինչ է։ Լավ էլի Արամ, լավ, կարմրա խայտ։ Բայց ստեղ մի հատ տխուր բան ա գրած։ Խաղա հրապարակ։ Հա, ես կարծեցի համով կարմրա խայտ են տալու։ Են էլ լավ ա եղել, ստեղից ինչ հրաշալի են սարքել։ Էլ ասում ես այ մարդ, մեկ էլ ընդե կանգնեցինք դուրս եկանք, սա սաղ ջրում էին Արամ, այնքան սիրուն էր։ Հրաշալի է ստեղ։ Լավ է, չէ։ Հա։ Հիմի Մարսելում սենց տեղեր ունեք։ Հա, մի քիչ։ Չէ, ես գիտեմ, այնքան ես ուղարկի ամերտ, ես արդեն ոնց որ Մարսելում եղած ելնեմ, այնքան բան ուղարկեցի։ Տենում ինչքան բդ ուղարկեմ, միջև գակ։ Է որ ասում նադա էլ արեցիր, չէ։ Այնքան նադա էլ անեմ, միջև գակ։
Այո, սև թութա, բայց այսօր ձեր Մարսելը չի այմերտ։ Ունենք։ Հա, էտել ունեք։ Բայց մեր թթի ծառը նայ, սրա թութը թթի նման է, բայց ծառը թթի ծառի նման չի։ Մեր թթի ծառերը ցույց տա ոնց որ մեր են թթի ծառը, սև, բայց վրի կլոր, հա, սենց ընտի, խուճուճ, բայց թութը թութ չի, ուտում է սենց մանր սպիտակ։ Դե Համից Քրիստոս ասում էր պտուղներով կճանաչեք։ ուտվում է, համով է։ Ուտում է։ Բայց չեմ կարող ասեմ, այն ժողովուրդը սա հավաքում են ասում են ինչա որ ուտում ես, այ մարդն դու։ Ձեզ ինչա։ Հա ուտում եմ։ Լավ է, Արտուրինց էլ չտեսանք։ Իրանք ամսի երկուսին պետք է գնային։ Մի կերպ տոնց ճարեցին, տենց։ Արտուրին մենք օպերայի մոտ հանդիպեցինք, Հա։ ուժեղ քամի էր, ես դրա համար չնկարեցի։ Գոհարի հետ ասեցին անպայման, որ հետ չլի, միած սուրճ իրար հետ խմելու ենք։ Ու խնդրեմ, թողեց գնաց։ Նա ինչ հրաշալի կարգ են բերել։ Էդ ինձ ես ասում, հա։ Չէ, ամեն ինչին։ Որ ծերություն անեն կլնի էլի։ Հա, էս էնա որ շուխուրով բանով բացեցին, եկանք նկարեցին։ Ինչ որ նոր ծառեր ա տեղ։ Մանկական, չէ, ինչ։ Հինը կարգ են բերել։ Հինը կարգ է բերում։ Այս մեր պլատաններն է, էլի։ Հա։ Մեր մոտ է, սաղ է սա։ Լսի, ես սրան չգիտեմ, այս ծառին ինչ ասեմ, մեկ չինար եմ ասում, մեկ Մենք պլատան ենք ասում։ քաղաքապետարանը սոսի է ասում, Սենց վրան կլոր բաներ են գախվում։ ճիշտ է, պլատան են ասում, կլյոն են ասում, մի խոսքով միաբանություն չկա։ Գիտես սրանց ամենալավն ինչ է, ոչ կարաշ ջրես, ոչ էլ բան։ Այսինքն կարաշ չջրես։ Չէ, ընդհանրապես, հա, իրանք ընդհակառակ այս օդից, դրա համար մեր մոտ խոնավ չի։ Սովորենքով խոնավ։ Չհասկացա, Մարսելում խոնավ չի։ Չէ, չոր, տեղի նման չոր։ Ինչ է դա քիրը։ Դա այդ ոնց է տենց։ Բացատրեմ։ Հիմա սա մենակ մեր բակում 350 հատ այսպես ծառ կա։ Մենակ մեր բակում։ Մի րոպե, այս սոսիներից։ Հա, 350 հատ։ 350 հատ ցույց կտա։ Էս ինչ ես ասում, Արամ։ Հա։ Էսա Մաշտոց պողոտայում չի Նա լի այսպես մեծեր։ Իրես 20 տարվա ծառեր են, մի քիչ բան։ Հա, Հա, համեստ։ համեստը ո՞ն է, մեր արդեն բարձրացել է 5-6-րդ սրանք, բանը, խոնավություն, հա, կլանում են։ Օդից։ Օդից։ Հա։ Ինքը ջուրը ինքը վերցնում է, հավաքում է մեջը, հավաքում է։ Մի րոպե, փաստորեն իրանց հաշվին է ձեր մոտ չոր, ձեր բակում։ Հետո մենակ էդ չէ, նայ, հիմա մեր Պրովանսը 28000 քառակուսի կիլոմետր են։ Պրովանսը այդ ինչն է, այդ Չէ, բանը ոնց որ ասում են Շիրակի մարզ։ հասկացա։ Մարզն է, Պրովանս։ Պրովանս։ Մի րոպե, Պրովանս։ Ալպը, Կոտ դ'Ազուր։ Սալսկայա մասլեյա, ինչա, մի բան կա, չէ, Պրովանսը։ Պրովանս։ Չէ, հայտնի մի հատ մայանեզն է, ինչն է, ինչ-որ մի բանի վրա գրում են Պրովանսալսկայա։ Պրովանսանց Դիժոնի մայոնեզն է, չէ, մայոնեզը Դիժոնինն է։ Դիժոնին, հա։ Պրովանսինը մեր բանն է, լավանդա, հիմա էլ սեզոնն է, հրաշք։ Այն գեղեցիկ ծաղիկները։ Հրաշք, հիմա կադրած սեզոնն է։ Նայ, 28000 քառակուսի կիլոմետր ենք։ Ապրում ենք 6 միլիոն մարդ։ Հայաստանի չափ է, գերում։ 6 միլիոն մարդ։ Հա, չէ, մենք քիչ ենք։ Մարսելում 1 միլիոն մարդ ապրում, Դե Մարսելում։ բոլա էլի Մարսելում լիքը մարդ այմար թողեք եկեք ստեղ մի քիչ ավելացրեք։ Տես, Արմեն ջան, երևի 50 հատ բարձրաշենք կա կամ չկա։ Երևի 50 հատ էլ չլինի։ Հա։ Դե մենք աշկներս ծակ մարդիկ ենք, ինչ ասեմ։ Դա ընկերս եկել էր Տիգրանը, որ եկա։ Ասես նա ծառ է թանկ առնենք, էլի փոքր։ Մի քիչ 4-5 օր Ձեր մոտ Մարսելում։ Հա։ Դեմ, ասեց Մի րոպե որտեղից եկավ։ Դից Երևանից։ Ընդեղից պետք է բերեր Երևան ծառը։ Ասի ինչի համար է ուզում, Արմեն ջան։ Ասա։ Ասես նա փոքր ծառ առա, դրեց բագաժնիկը։ Ահա։ Ասի լավ, վերջ ինչ ես անելու այս ծառը։ Ասես մի երեկո էլ կքշենք կասենք։ Ահա։ Քշեցինք, ասեց չէ, չեղավ։ Քշեցիք, գիտեմ որ քշեցիր, ընդ գեղեցիկ շատ գյուղեր բաներ են, չէ։ Ասի ինչ էր անելու։ Ասում ուզում էի մի հատ տեղ գտնեի, որ այս ծառը դնեմ, որ չկա, ծառ չկա, կանաչ չկա։
Ախ, հա, բանում Պրովանսում էր ուզում այստեղ գտնել։ 3000 գիտեի Հայաստան ա ուզում։ 3000 կիլոմետր ման ենք եկել։ Ոչ մի տեղ չգտավ։ Ասում նայ, այդ մեր հայատը մի հատ տեղ կա, ասում է, չի ասում ան։ Էդի ասում որ դե ծառի պետք կլեր, դրած կլեր։ Հիմա որ այստեղ դնեմ, այս կողքի ծառերը արդեն հագում է ինքը։ Հասկացա։ Ասածդ հասկացա։ Եվ խոսքով տեղին տեղ չգտավ։ Եվ գիտես ոնց ամբողջ ժայռը մեր մոտ ժայռ։ Ահա։ Բայց սա ծառ։ Ժայռի ծագերից ինքն նրան դուրս է գալիս։ Այ սիրունա։ Էս մի հատ տղա է միշտ ստեղ նստած գիրք է կարդացել ու զոհվել է ինքը։ Սենց հուշարձան են դրել։ Բայց մեզ սաղ վիդեոները նայում եմ, մեռած չուշ տալով այ մարդ։ Երևի էլ կարդացել եմ ընդ ինչա գրած։ Երևի գիտես որ վիդեոները չեմ նայել, այդքանի որ աստեղ են կետի։ Այդ համաձայն եմ։ Չէ, նորվանն է նայեցինք, հարսանիքը նայեցի։ Հա։ Հետո այն ամերիկացի բաները որ գնացին 2 օր առաջ ընտանիք են Ամերիկայում։ Հա, վաղարշակ ենք։ Ես էլ վաղո եմ ասում, մերոնք սաղ վաղարշակ են գրում։ Վաղո է։ Լավ տղա էր, շատ լավ ընտանիք էր։ Դե գիտես մեր մոտ ինչա կատարվում։ Ինձ այնտեղ ձեռ էին առնում։ Երեխեքն ասում են, «Այս այդ մեր Հայաստանում գիտես ինչ շոկ է, այդ հալեստես ինչ է սրնել»։ Չէ, լավ է, չէ, նորմալ է։ Վարխտնի սեզոն է, հորիակա։ Վարխտնի։ Հիմա ես եմ զանգում իրանց, ասում եմ, «Էփում եք»։ Լավ է։ Ինձ ասեցին Փարիզում 42 աստիճան է։ Ահավոր է։ Հա։ Ախր մեր մոտ էլ այս տարի ամառը ուշացավ շատ։ Մեր մոտ ապրիլի վերջից ծովը բացվում է։ Գնում ենք լողանալու։ Հա, տեն շուտ, հա։ Հա, ապրիլը ցուրտ, մայիսը ցուրտ։ Մինչև մեր գալուց մի 10 օր առաջ ցուրտ։ Մենք եկանք։ Հիմա քեզ ասեմ, այստեղ բան ենք անում։ Իրիկուններ որ պատոններ բաց են թողում ցուրտ ալնում։ Ճիշտ է, բայց կենտրոնում էլ մասիվում հասկանալի է։ Արամ ջան, դու Երևանից մի պատմի, Երևանը մենք սաղս լավ գիտենք, դու Մարսելից պատմի։ Ինչ պատմեմ, Արմենիան։ Մարսելից ինչ սովորենք, դու էդ ասա։ Ինչ։ Ինչ է պետք սովորել մեզ։ Մեզ էդ այդակիր։ Ինչ ասեմ։ Ուրքի ասեմ, առանձնապես շատ բան չկա սովորելու։ Հա։ Մեր բոլորի մեջ էլ էդ կա, մեր մեջ կա։ Ոչ թե պետք է սովորել։ Մեր մեջինը պետք է դուրս բերել, Արմեն ջան։ Կեցես։ Եղածը, հիմա ես ինքնակնդություն սիրող մարդ եմ, գիտես։ Ամեն մարդ, որ մտածի, գիտես, հիմա այս սիգարետը, որ գցում էի, չգցեմ աղբամանը, էդի պետք չի ոչ մեկից սովորել։ Ճիշտ ես, ճիշտ ես։ Ումից գնաց, որ իջու։ Այսինքն հասարակ կարևոր բաները միայն մի բան է պետք սովորել, որ մարդուն տեսնում են բարև տան։ Ասենց գնում ես, դեմը դուրս է գալիս, հիմա իրագորդն է, աստիճաններով իշտում է, ես է բարձրեց նայում է երեսի, սես ասում եմ բարև, սես նայում է վրա։ շենքի մարդիկ։ Ընդհանրապես փողոցի, մեր մոտ լիֆտը մտան, մեջը մարդ։ Չէ, բայց մեր մոտ սաղ բարևում ենք լիֆտում։ Դες կարամ ծխել, կարամ, լավ է։ Հա, իհարկե կարանք։ Ախ, դու էլ ես։ Չէ։ Հա։ Արամ, իշեցիր ոնց եկանք, արի ցույց տամ։ Հենա Գրիգոր Լուսավորիչն է, ես էլ ստեղ է։ Որտեղ զանգ տվեցիր, ասեցիք տեղը չգիտեմ։ Նստի սովիրանք գնան գան։ Չէ, ես անջատեմ։ Անջատեմ հանգիստ զրուցենք, այմար, պռիցելի տակ։ Համ բժիշկ է, համ ուսուցիչ է, համ էլեկտրիկ է, համ վադապարավոչ։ Մի րոպե, ես կեսից միացրեցի, Արամը ասում է մեր ազգում ցանկացած մարդ։ Նայ, մեր ուղեղի մեջ, էդի, գիտես, ոչ թե մեր ազգի համար է, էդի թող ոչ մի ուրիշ ազգ չնեղանա, ոչ մեկին բան չունեն, բայց մերինի մեջ այդ ամեն ինչ ոնց արդեն դրած է, պրոգրամավորված դրած է։ Բայց այդ կարող է բանից է, որ սովետի վաղտ ապրել ենք, այդ սաղ ծանր էր։ Այդ սավը հիմա մեր էլեկտրիկ գտնել է։ Հիմա մեր երեխեքով սովետի ժամանակ չեն ապրել։ Հա։ Մեր թորները սովետի ժամանակ չեն ապրել։ Այդ ճիշտ ես ասում։ Միայն մի հատ պայման է պետք, որ դա դուրս կա։ Մեզ մոտ մարդիկ կա, ես զարմանում եմ։ Ես մի ընկեր ունեմ,
ինքը ամբողջ կյանքում զբաղվել է բան առաքիչա, ջրեղեն, ոգելից խմիչներ է, խանութից խանութ առաքել։ Այնտեղ Ֆրանսիայում, հա։ Չէ, Հայաստանում Լենինական։ Հա։ Հիմա ինքը Մարսելի լավագույն գիպսակարտոն անողներից է։ Հա։ Նա որ եկավ առաջին անգամ, ասում է այդ դրելը որ տվիկ ձեռս, որ ասեց, ես շուրուկ կանամ պատին ձգեմ։ Բայց կարացավ։ Արմեն, չես հավատա, ունենց ակուրատնի ու իրա համար գործը, գիտես ինչա, ընե չի, որ տերն եկավ ասեց լավա, ինքը պտի հավանի, լավա դնի քանդի, մի դասարանցի ընգեր ունեն, Սակոյ արմեն, ինքը հիմա բանա, էլեկտրիկա, էլ հիմա թոշալյա չի աշխատում։ Ստեղ թե Ֆրանսիայում, սա Ֆրանսիայում, հիմա բոլոր այդ դրած մասին եմ ասում։ Հա։ Այդ ընկերոջս ես ընդեղ ասում, Սակո ասում եմ, տղաջան դու ոնց դարար էլեկտրիկը։ Դու որտե էլեկտրիկը Ֆրանսիայում, չէ, նա ինչ էլեկտրիկ։ Ասում որ եկանք Ֆրանսիա, քերս ասեց Սակո, չնստեց պետական նպաստների վրա, գնա աշխատի, լավ կլինի ու հատարավ մտցրեց որպես աշակերտ։ Ահա։ Ու ինքը դարավ էլեկտրիկ, ընեց մի հատ ակուրատնի գործ անում, դրա համար եմ ասում։ Այսինքն քո ծանոթները ինչ գործ բռնել են, հաջողության են հասել։ Արմեն ջան, բան չեն, ակադեմիկոսի գործ չի, մինիստրի գործ չի, ուզում եմ ասեմ, պատշարը, որ մարդու, ասեմ, կյանքում մտքով չի անցնի, որ ինքը բար, Պատշար ուզում եմ կդառնա։ ասեմ, մեր բանի մեջ, գիտես, են որ ասում են, կահա, ուզենալա պետք։ Այսինքն դու համոզված ես, որ հայերը դրանով տարբերվում են։ Հա, իրոք տարբերվում են։ Արամ ինձ, որ խոսացինք ուրիշ բան հետաքրքրեց։ Ես առաջի անգամ իմացա, որ դու երկու անգամ ես Ֆրանսիա գնացել փաստորեն։ Ահա գնացել։ Առաջի անգամ որ թվին գնացիք։ 91։ 91 թվին գնացիք, 6 տարի մնացիք, ճիշտ եմ հիշում։ Այո։ Մեկ էլ դու ասում ես սոսկալի կարոտը սկսեց խեղտել։ Հետո Ճիշտ եմ ասում։ կարոտը խեղտեց։ Իրոք, բայց Ֆրանսիայում գործերը դված չէին այդ 6 տարվա Առանձնատուն էի վարձել մեծ, լավաշի փուր, երեխեքը դպրոց, մեքենա, ամեն ձևի կար։ Այսինքն 6 տարում այնտեղ կայացար դու։ Տունս վարձով էր, բայց լծրած ամեն տեսակ վերջի ամեն ինչով։ Այդ այնց թողեցի եկա, սաղ մեջը։ Մեքենան, բա մի օրվա մեջ։ Որոշեցի հետ են կետում։ Նույնիսկ մեքենան չծախեցիր։ Թողեցի սա։ Այդ տան։ Հա, ես զգուշացնեմ, Արամը շատ հետաքրքիր տենց տրամադրության մարդ է։ Հա։ Ես նույնիսկ մի մոմենտ դադարեցրեցի խոսակցությունը, կնոջը հարցնում եմ, Նարա ջան, կարող է Արամը բանա, կատակով իհարկե, սուտլիկը որ սկանա, ասես չէ Արմենը, Արամը կարող է շատ է խոսում, բայց ոչ մի սուտ երբեք չի ասում, հանգիստ կարաս հավատաս։ Նենց որ հիմա շարունակենք կներես Արամ ջան, որտեվ դու նենց անսպասելի արարքներ ես կյանքում արել, որ պետքա մի քիչ ստուգել էլի ես կողմ։ Չնայած ես արդեն քո ընկերներից որոշին գիտեմ։ Մի խոսքով ես լրիվ վստահում եմ, եկեք դալշը լսենք Արամին։ Արամի շատ հետաքրքիր պատմությունները։ Մի վարքան մենակ ընդհատեմ ֆայլը երկարը։ Արամ ջան, ինձ կներես, ես մեկ-մեկ պետք է խնդրեմ կանգնացնեմ, որ ֆայլերը կարճ լինեն, էլի։ Գնացինք։ Ուրեմն 97 թվին տղեկը ասեցին ստե կարաս հանգիստ։ 90 թվի 6-ի վերջն է, 6 տարի հետո։ 6 տարի հետո էլի Մարսելում էիր, չէ։ Հա, մի գիշերվա մեջ որոշում եմ գնում եմ։ Այդ լսում եք, չէ, այդ մի գիշերվա մեջ այնքան որոշում, այնքան ճակատագրական։ Գնում ենք։ Հավաքվել ենք, գալի օրն եկավ մի 5-6 օր հետո, իմ մոտիկ շատ ընկերոջս իմ հետ վերում է կայարան, գնացքը կանգնած է Մարսել Փարիզ, պետք է գանք Փարիզ որ թռնենք, սենց ոտքս ծրել եմ գնացքի մեջ, այդ ընկերոջս ծերն ասում է Արտաշ ջան, մի գնա էլի։ Հետ արի, մի գնա, այս տոմպսերը բանը ես սաղ կտամ, մի գնա։ Հետ չի ասի, գնում եմ։ Եկանք,
Դե հիմա տեղ գիրես ես ընկերներս, նույն ընկերներս տեղ դիմավորել, ուտել խմել, տեղից տեղ ես կոմենգոմ, մի շաբաթ շատ լավ, մի շաբաթ լավ, որ ասում ես սուիտան գալիս է։ Արդեն դու պիտի տնաս ինչ ես անում։ Ահա։ Դե հիմա հասկանում ես 6 տարի ապրել ես մի տեղ Ֆրանսիայում։ Ու գալիս ես մի ուրիշ տեղ։ Որ դրիվ անօրինականություն, դի արանքները, ես 15 օր հետո որ ես գացի որ չէ։ Մի րոպե ես մի հատ քո ասածից բան անեմ, մի կտոր ասեմ, Արամը ասում է ես տեղ մի քիչ մնացի, այդ թվին, այդ որ թիվներ 97։ Եվ Այս երկրորդ անգամ որ եկար 97 թիվներ, չէ։ Ուրեմն մեր երկրի անունը մի քիչ որ ծանոթացավ բարքերին, այդ որ ասենք շաքարը մի հոգի կարար բերեր, բենզինը մենակ մյուսը կարար բերեր եւ այլն։ Անունը դրեց Ստրանա Դուրակով։ Դրա համար չէ, որ մարդը տանում այն ցույց տալի մեկի առանձնատունը, մեկի լավ մեքենան, ու ասում են նայ ինչ մեքենա ու առանձնատուն ունի, բայց ասում եմ ով է, ասում է ես իմ ինչի ինչը, ես իմ ով, ես իմ ինչը, ասում եմ հայ փողը, դե ասում եմ հիմա կարողանում եմ, որ ասում եմ գողացել ձենից է գողանում, դուք ուրախանում եք որ գողացել է, քեզանից գողացել է, ու դու ուրախանում ես որ նա ինչ շնորհքով տղա է։ Պարոն ջան, պատկերացնում եք։ Այդ շատ լավ պատկերացնում եմ, ես այդ վաղ ստեղ ապրել եմ, Արամ ջան։ Տանդ հեռուստացույցը, երկու հեռուստացույց ունենաս։ Մի հատ մեծ, մի հատ փոքր։ Մեկը կա մեծը գողանա տանի դրի իր տուն, հետո դու պատի տակից իր այդ հեռուստացույցը նայես, արասեցի շնորհքով տղա, նայեք իսկ տելևիզոր ունի։ Այդտեղ այդ քոնն է գողցե։ Եւ անունը դրեցի Ստրանա Դուրակով, որոնցից 3 հատ կա աշխարհում։ Ահա, որոնք են Կորեա, Ռուսաստան, մեկ էլ էս մերոնք էին դարել։ Որ մարդուց գողանում են, ինքը ուրախանում է։ Այդ 5 տարի, որ եկավ 5-րդ դասարան էստեղ նստեց։ Մինչև 10-րդ դասարան բացարձակ գերազանց սովորում էր։ Ես որ ինչ-որ դպրոցի բաներ է անում, ոչ մի բան, բացարձակ գերազանց։ Դպրոցի իր անունով էր երթվում։ Որ եկավ այդ վերջում ատեստատը ստացավ, իրան կարմիր ատեստատ էր պետք, որ մի քննությունով ընդվեր ինքը տնտեսագիտական էր ուզում։ Այո։ Ասեցին $5,000 կբերես, այդ կարմիր ատեստատը հասկացանք։ Այդտեղ ասել, դե որը տենց է ես գնացի։ Նույնն էլ են մյուսը, մի խոսքով շատ հետաքրքիր բան պատահեց։ Տղաները առանձին գնացին ֆրանսիական դեսպանատուն, դեսպանի մոտ ասեցին մենք ուզում ենք սովորենք Ֆրանսիայում։ Մի խոսքով տղաները սկզբից հոգնեցին գնացին, երկու տղան։ Հետո նառան գնաց։ Հետո նառան կինը գնաց։ Տունը ծախեցի գնացի։ Տունը ծախեցի, լավ։ Գրեխի ծախեցի։ Որ հետ չնայեմ էլ։ Այսինքն տենց փիս այդ 97 թվին զզվեցի Հայաստանից։ Կարող եմ ժողովրդին ասեմ, նստեցի սամալյոտ, երբ որ բարձրացավոտ խաչանեցի, ասեցի փառքը շատ տերացված ես բրծա։ Այդքան վատ էր, հա, ստեղ։ Փառքը շատ տերացված։ Արմեն ջան, եթե դու 7 տարի ապրում ես մի երկրում, Ֆրանսիայում, ու գալիս ես ստեղ, դու 7 տարին չես սովորածել լուծել։ Հասկացա։ Ոչ իմ քեզ Ֆրանսիան փչացրեց։ Հա։ Շակերտներում։ Իսկ հիմա, Արամ, որտեղ ես նստած էինք, լսեցի դու ասում ես սենց մատուցողներ, սենց սերվիս, սենց բան Ֆրանսիայում չկա։ Ասեմ, մեր մոտ այսօր Հայաստանում սերվիզը, սպասարկումը բարձրակարգ է։ Բարձրակարգ սերվիզ է, այդ սպասարկումը։ Եվ խանութներում, եւ ռեստորաններում։ Արամ, իսկ դու ստեղ շատ ընկերներ ունես, գործունյա մարդիկ, էլի։ Այդ կողմը ոնց է, հիմա թեթևա, ինչ ուզի կարա ուզի բերի, բանանի։ Ասում են հիմա, եթե ունես գումար, ասինքն եթե դաժե նույնիսկ կարաս բանկ, եթե քեզ ֆինանսավորի, ունես խելք, որ դու հիմա մտածես, որ ինչ ասեմ, վառելիք, շաքար, պեսոկ, բանան, 10 ասենք դոլարա խանութում, դու կարաս մի տեղից բերես 8-ով, դեմդ ոչ մեկը չի կարա կարանի, գնա, բեր, ծախի։ Իրոք տենց է, հա։ Հո, բեր, այսինքն մի րոպե Արամ, ես քանի որ այդ ոլորտում ես շատ թույլ եմ, էլի, այդ ինձ համար լրիվ նորություն է։
Այսինքն 97 թվի հետ համեմատած այդ ոլորտը 97 թվին ես ապարատուրայի բերում, ով է կթողել ես ինչ որ մեկը բերել։ կտրուկ փոխվել է այդ։ Արմեն ջան, Կարանք այդ ոնց թե կտրուկ արձանագրենք։ Այսօրով հիմա շնորհք ունես, բեր վաճառի, ստեղծի, պետական տուրքերը տուր, ասում եմ մեկը փորձի քեզ հանգարց կամոդենա, խանգարի։ Մի հատ զանգում ես, կան կհավաքեն կտանեն։ Լուրջ։ Գքան մի 5 րոպեից կհավաքեն կտանեն։ Մեկ եթե կա գործի հայ, արախվեր, եսի մի ինչ ապեր։ Արամ, բայց այդ շատ լուրջ բան ես ասում։ Ինձ համար այդ կարող եմ ասում, որ դա տենց է։ Մի բանը հաստատ սովորել ես Ֆրանսիայում, չէ՞։ Որ տվեցիր դիմացը պետք է ստանաս։ Չէ, պետության բաժինն էլ պետքա տաս։ Պարզ է։ Քոնն էլ հիմա պարտադիր չի դու ստանաս։ Կարող անգերից ստանա, բարեկամից ստանա։ Ես բժշկության համար տվել եմ, պարտադիր չի որ անպայման ես ստանամ։ Կարող է քեզ պետք է լինի դու ստանաս։ Հա, բայց Անայքան ստանա, վաղը մյուս օր էլ Դավիթը կտա, Արմենը գկա կաշխատի կտա, կարող է պետք է իմ տղան ու ես իմ մեկը ստանամ։ մի խոսքով բոլորը գիտեն, որ այդ տված գումարը չի կորի ոչ մի դեպքում։ Չէ, գումարը սենց կա։ Պետությունը մեր աշխատողն է։ Մենք իրան պահում ենք որպես աշխատող։ Բնականաբար վճարում ենք պետական աշխատողին, որովհետև պարտավոր ենք։ Եվ վճարում ենք շատ լավ գումար։ Հա։ Որովհետև շատ բարդ իրան գործ են կատարում, շատ բարդ գործ։ Ու նույնպես էլ պահանջում եք իրանից։ Ինչ որ իրանք են անում, ասենք մի հատ նախարար, ոչ ես կարամ անել, ոչ դու, ոչ մյուս։ Դրա համար նրանք ըստ դրա մենք վճարում ենք։ Համաձայն եմ։ 1 միլիոն հոգով վճարում ենք։ Ահա։ Ասում ենք արդ, ախպեր ջան, քեզ աշխատավարձ, լավ մեքենա կվարես, պետք է նստես օթանավ թռնես, այսինչ երգիր թռի գնա, ամեն ինչ։ Բայց ախպեր ջան, մեզ էլ արի աչոտ տուր էլի։ Հիմա այդ պատմածիդ մեջ իմ ամենաշատ հետաքրքրում է։ Ըստ քեզ Հայաստանը դեպի այդ կողմա գնում։ Հա։ Հա։ Որտեվ տենց ձեռ։ Հələ աշկերից մեջ նայ։ Հա։ Արմեն ջան, ձեռը տալի, տենց ցավը տանել։ Լսի։ Լսի։ Առաջ, հիմա հասարակ։ Չէ, ես հասկանում եմ, որ ձեռը տալի, բայց այդ ուղղությամբ են գնում հաստատ, հա։ Ֆրանսիա։ Մի րոպե, իսկ երբ դու ասեցիր սամալոտ նստելուց 97 թվին կանյակ խմեցի ու ասեցի ես ինչ լավ պրծա։ Եվ ուրիշ բան ասեմ։ Հիմա տենց զգացում կա։ Չէ, հիմա ասում եմ, որ երբ պետք է գա, որ ես հայաց հետ գամ ստեղ ման գամ։ Գեցես։ Լսի։ Բարդ բան ասեմ, թող ժողովուրդն էլ լսի։ Ես մոտ 10 տարի գնալուց ես։ Գիշերները ես երազում տենում եի, թե հենց Հայաստանում եմ։ Վրաց քրտինքեր տալի վեր էի թռնում։ Բայց չէր գալի։ Չէ, կա ոչ թե կարոտից, սարսափից որ յարից ոնց է, էս էլ ինդեղ է։ Ախ, տենց թարս, Արտուրին հարցրա, մեր ընկերոջը Արտուրին հարցրա, նույնն էլ իր մոտ է։ Գիտեմ, հա, Արտուրն էլ շատ վատ վիճակից գնաց։ Բայց հիմա հակառակ բանն է։ Օրը հաշվում են, թե երբ պետք է գա մեր թռիչքերը, որ թռնենք գանք։ Որ թռնենք։ Հա հիմա շատ երկար ժամանակով չենք գալիս, Արմեն ջան, բայց էլի հասցնում ենք։ Գալիս ենք, բոլորիդ տեսնում ենք, մեր կարոտն առնում ենք։ Վերջում մեր հայրենիքն է եւ ուրախ։ Գիտես ինչն է կարող, ժիպից կա ժողովուրդի երեսին։ Հա։ Շփտում են։ Հիմա ուրիշ հարց արամ։ Կարող է գաք ստեղ մնաք, որ sense լավ տեղ է, լավ սերվիս է, ես ինչա։ Ասա։ Ինչի՞ չես կարա։ Գիտես, երեխեքս ընդեղ են, թոռներս ընդեղ են։ Հետո մի քիչ ուրիշ սովորել եմ ես ընդեղ։ Մի բան ասեմ, առանց ծովի չեմ կարող անել։ Հա, այդ լուրջ բան է։ Չեմ կարող։ Հա։ Այդ չեմ կարող։ Բայց տարին մի անգամ 100% է։ Կարող է 2 էլ, կարող է 1 լինի կամ 4-5 ամիս մնամ։ Նայած ոնց կլինի էլի։ Հետո հիմա հլավոր չենք կարող, որովհետև Նարինեի մաման կա։ Իրան չենք կարող, ասեմ։ Համել մաման կա։ Հա, ինքը։ Եղավ Արամ ջան։ Պապան կար էս 15 տարիա, հիմա Նարինեի մաման կա։ Արամ, հələ մի հատ այդ մի վերջի բանն էլ ասա ու մենք վերջացնենք այս խոսակցությունը։ Այդ քո տենց ցանկությամբ գալը ու նորից Հայաստան հավանելը։ Որտեղ էր սահմանը, որ թվից եղավ այդ։ Որ թվից, գիտես երբ եկավ։ Երբ եկա ես իրա։ Եկել եմ
22 թվին, 22-ին կամ 23-ին երբ է որ եկել է, որ Առաջի անգամ, հա, այդ որ կանյակը խմեցիր ուրախացար որ գնում ես, դրանից հետո եկել ես 22 թվին։ 20 տարի հետո է եղել։ 20 տարի հետո, այսինքն 20 տարի դու 10 տարի ես պարզ ասեմ։ 10 տարի ես ամեն օր երազում որ տեսնում էի էլի Հայաստանում եմ, քրդինքը վրաս էր տալի։ Սարսափից։ Արաս մեելի այդ կաշմարի մեջ ընկա ես։ Արմեն ջան, որ իսկ հիմա ոնց ես տենում երազում Հայաստանը։ Երազում տենում եմ թե օրը երբ է գալու որ այս տարին երբ պետք է այդպես տարին մեկ ենկա։ Ես դու նկատում ես, չգիտեմ, ծանոթ ես, չէ՞ երևի, այս Ուկրաինայի հայությունն է նվիրել։ Ուկրաինայում չէ՞ սարը։ Հա, Ուկրաինա հայերը։ Ինչ որ ունեմ դրանով գոհ եմ։ Երկու սենյականոց բնակարան ունեմ, մեծ չեմ ուզում, ինձ պետք չի, մարդու կինենք։ Ահա, երեխեքը լրիվ իրանց, հա, իրանց վիլաներ, սարերում տներ, բաներ։ Հասկացա, Արամ ջան։ Ինչ ունեմ, գոհ եմ, շատ բան չեմ էլ ուզում Արմեն ջան։ Հասարակ մեքենա, ուտում ենք, ինչ ուզում ենք, ծով գնում ենք, սիրուն վայելում ենք, Պրովանսը պատտվում ենք։ Հայաստանը երբ ուզում գալիս ես, մոտիկ։ Տարին մեկ, փառկացու, պետք է ժամանակ երեխաներն էլ պետք է օգնում են, տոմսը բան առնում են, ասում են գնացեք ման եկեք։ Մենք էլ գալիս ենք։ Եղոսկով ամեն ինչ լավ է։ Նորմալ։ Հայաստանն էլ դեպի հաճելին է փոխվել, շատ։ Ոչ թե շատ, ասում եմ, ոչ թե շատ չեմ կարող ասեմ, ինչքան շատ։ Տենց, հա, այդքան։ Արմեն ջան, գիտես դու քիչ ես նկատում։ Եթե այս նկատում եմ, ոչ չեմ նկատում, նույնիսկ ամեն օր տեսնում ես, դու է աճը չես բան։ Ես որ ամեն տարին մեկ եմ որ տենում, այդ աճը ես զգում եմ։ Հա, հասկացա։ Ես հրամայել ուզեցա քեզ հետ այդ թեմայով խոսանք, որտեղ ես կասկածում եի, ասում եի կարող է, բայց դու հերվից ավելի օբյեկտիվ ես նայում, էլի։ Դեմքի ժպիտ կա։ Հասկանում ես, ժողովուրդը ապրում է։ Ժողովուրդը գիտես նրանց ընկճված չեն, ճիշտ է, շատ եղավ, պետք չէր որ բայց եղել անցել է, ինչ անես։ Ինչ որ եղավ, էդի հետաքրքիր է, չէ՞, համ մի կողմից շատ ուժեղ ողբերգություններ եղան, ոչ մի բանի հետ չես կարող համեմատես նույնիսկ։ Բայց դրա հետ միասին արի ու տես ինչքան լավ փոփոխություններ եղան։ Եթե ողբերգությամբ ապրես, լացով չի կարելի։ Մեկը, եթե լացից հետ չի գալու դա, պետք է աշխատես չկրկնվի։ Գիտես, էդի պետք է աշխատես, որ դա չկրկնվի։ Հա, ողբը գիտես ինչ է, դա պետք է լինի սրտումը, թուշը, այդ զոհերը, ամեն ինչը, հիշատակը, իրանց ծնողները բանի մայստրով արժանի են ամենամեծ, գիտես, ամեն ինչի, բայց հասկանում ես, որ նստենք ամբողջ ազգով ողբանք, գիտես կա երիտասարդություն, նորից ապրում են, մեծանում են, միայն պետք է անենց անենք, որ գիտես չկրկնվի, անենց անես չկրկնվի։ Ինչ ասեմ, ես որ գալիս եմ, ես շատ ուրախ եմ, որ ժողովուրդը ուրախ, նայ թե, ինչ լավ է, չէ։ Շատ։ Նա ինչ լավ է, գնում, բա տուրիստները, որ այսքան տուրիստ է մտնում մեր երկիր, կյանքում են իսկա մարդ մտել։ Այդ ճիշտ ես ասում, էդ էլ ես ճիշտ ասում։ Բա որ գալիս են, լավ է որ գալիս են, չէ։ Այսինքն զգացվում է էլի այդ։ Բա։ Չէ, Արամ ջան, եղավ շատ շնորհակալություն։ Ընտրեմ։ Ահագին ինձ բան արեցիր։ Չէ, Արմեն ջան, լավ։ Կարեկցիռովկա արեցիր։ Շատ լավ է լինելու։ Մտքերս։ Միայն գրես, հələ գիտես շատ բան է փոխել, մի քիչ էլ մի քանի սերունդ էլ որ փոխվի, գիտես ահագին գաղափարներու բան է փոխել։ Մեր հələ գիտես մի հատ սերունդ կա, որ մեր մեջ դեռ մի քիչ չոր բաներ կա, էլի չոր։ Կարծրատիպեր կա, դրանք էլ որ հաղթահարվի, արդեն ամեն ինչ շատ լավ կլինի։ Ուրեմն հիմա այսօրվա մեր սա խնդիրը, որ այդ մեջի եղածը լիաթոք Արմեն ջան, մեզ ճիշտ կյանք մտնի։ Սովորել պետք է։ Սաղ պայմանները, անպայման իհարկե սովորելով։ Դրսերում ուսում բան, բայց մեջին օգտագործեն պոտենցիալը։ Մենք մեծ պոտենցիալ ունենք, քնած այնտեղ ասում են դուք կքնանաք, զարթնեք կքնանաք։ Իխոսկով պայմաններ են պետք զարթնելու։ Պայման եղավ, ես հենց այդ եմ ասում, այդ ոնց է որ այս ստեղից առանց կոպեկ գնում ենք մի հատ երկիր,
Էթա։ Բայց ինչի՞ց է, ի՞նչն է պատճառը։ Ասես պայմանը։ Պայմանները։ Այսինքն ստեղ պետք է այդ պայմանները ապահովել։ Շա արամ, քեզ հետ կարելի է տարիներով զրուցել։ Ստեղ ընդհատեմ, գնանք մեր կանանց մոտ։ Դե քանի որ մերոնք են շատ հին, ամեն ինչ գիտեն։ Լավ մնաք։ Տեսություն ձեզ։ Մինչև նոր հանդիպում։ Այո, մինչև նոր հանդիպումներ։ Արամ ջան, շատ շնորհակալություն։ Նարաջան կներեք խաղաղ երկի ձեր մասին Անահիտը կպատմի ամենակարևորը ես խանգարում եմ արդեն Եվ առողջ ամենակարևորը խաղաղություն առողջություն մնացածը կլինի շուրջը բերել եմ շո Всё